Մեր ձևով շարժման համակարգող ուժեղ Հայաստան կուսակցության վարչապետի անցումային թեկնածու, ինչպես նաև գինեվաճառ, տնտեսական գործիչ, տաքսիստ, պատմության գիտակ, հոկտեմբերիկ Նարեկ Կարապետյանը դպրոցում սովորելու տարիներին մաթեմի դասերից ոնց որ թե փախել է, կամ էլ չի փախել, պարզապես տարական մաթեմատիկական հաշվարկներ կատարելիս ապավինել է կալկուլյատորի զորությանը, փոխարեն աշխատեցնելու սեփական աստվածատուր կալկուլյատորը, որ գործ զանգված կամ գլխուղեղ կկոչվի։ Հա, աշխատել ասացինք, հիշեցինք, որ Կարապետյանները շատ են սիրում խոսել աշխատանքից ու իրենց կողմից ստեղծվելիք 300,000 աշխատատեղերից։ Հենց աշխատատեղերի թեման էլ իդեպ առիթ դարձավ, որ Նարեկ Կարապետյանն ի ցույց դնի իր մաթեմատիկական կարողությունները։ Ի ցույց դնելու վայրը փոդքասթներից մեկի տաղավարն էր։ Չէ, իր հորեղբորորդի Սարգիս Կարապետյանի վարած փոդքասթի տաղավարի մասին չէ խոսքը, թե չէ աշխատատեղերի դրանց հաշվարկի մասին խոսակցությունը վերջում հանգելու էր ուժեղ Հայաստանում բացվելիք նոր աշխատավայրին, սեքսի նախարարությանը։ Մոռանանք Սարգիս Կարապետյանին, դառնանք Կարապետյաններից Նարեկին ու նրա սիրելի թեմային՝ աշխատատեղերին։ Նա Փոդքասթի տաղավարում ազդարարեց, որ մասնավորապես արդյունաբերության ոլորտում 5 տարում ստեղծելու են 90,000 աշխատատեղ։ Երբ փոդքասթի հաղորդավարուհին անցումային վարչապետացուից փորձեց ճշտել, ինչպես են ստեղծելու այդ քանակի աշխատատեղ, քանի որ իր ասած 90,000-ը երբ բաժանենք 5 տարվա շաբաթների մեջ, կստացվի, որ ամեն շաբաթ պետք է գործարան բացվի, որը կունենա 346 աշխատող, Նարեկ Կարապետյանն ինքնավստահ տոնով ազդարարեց։ Պարոն Կարապետյան, ասացիք, որ 90,000-ը արդյունաբերության ոլորտում եք պլանավորում աշխատատեղ բացել ու երբ որ ես այդ 90,000-ը բաժանում եմ 5 տարվա շաբաթների մեջ, ստացվում է, որ ամեն շաբաթ պետք է գործարան բացվի, որը կունենա 346 աշխատող։ Ամեն ամիս ամբողջ երկիրը, ամեն ամիս ամբողջ երկիրը 1000 աշխատատեղ պետք է ստեղծի։ Ամեն ամիս 1000, ձեր ասած թվով եմ ասում, էլի ես չեմ հաշվել, ամեն ամիս 1000 արդյունաբերության մեջ, դա թիվ չի, եթե 346 ստացվում է ամեն շաբաթ։ 5 տարվա, բայց քիչ եք հաշվում, մի քիչ շատ է։ Մի հատ էլ հաշվեք։ Այսինքն 90,000 բաժանած 260-ի։ 260-ը ինչն է։ 5 անգամ շաբաթների քանակը տարվա, 5 տարվա էլի։ Երբ որ ես բաժանում եմ 260-ից, ստացվում է 346։ Այսինքն հիմա դուք ամեն շաբաթ պետք է բացեք գործարան, որը ունի 346 աշխատող։ Ամեն ամիս երկիրը պետք է բացի ընդամենը 1000 աշխատատեղ։ Ամեն ամիս երկիրը ոնց եք այդ պատկերացնում։ 1000-ը ամբողջ երկիրը 3 միլիոն մարդ։ Հա։ Դուք թերագնահատում եք մեր երկիրը ոնց որ։ Այդ շատ ոնց ասեմ, շատ կոնսերվատիվ հաշվարկ եմ ես ձեզ ներկայացրել, քանի որ Հայաստանի Հանրապետության պոտենցիալը բազմակի անգամ ավել է։ Ամեն ամիս 1000 աշխատատեղը դա շատ փոքր թիվ է։ Դե բայց գործարան սարքելը հոսանց մի րոպեում չի արվում, պետք է սարքել, կառուցել, ու բացի այդ, որ ասում եք ամեն ամիս 1000 աշխատատեղ, դա ստացվում է, որ 60,000 աշխատատեղ եք բացելու։ 1200 բազմապատկենք, բանով 1200, 1300-ի կարգի է գալիս, էլի։ Այդ դեպքում 90,000-ը ստացվում է, բայց ոնց եք այդ 90,000 աշխատատեղը բացելու։ 90,000 աշխատատեղ իմ ասած տարբերակով, բայց սա շատ կոնսերվատիվ ու հեշտ հաշվարկ է, հեշտ։ Տարին 10,000, եթե ձեր ասածով 1000 ու տարին 10 չի գալիս, 15-16,000, բայց ամեն դեպքում 18,000 տարեկան։ 18,000։ Այդ ինչ գործարան եք բացելու, որ 18,000 հոգի աշխատի։ Տարեկան։ Տեսեք, Վանաձորում տեքստիլի գործարանը 1400-2000 հոգի, Տաշիրում մի փոքր տեքստիլի ձեր ասած Տաշիր կարը, երբ մենք սկսեցինք աշխատել այդ ուղղությամբ 50 հոգի էր աշխատում։ Մի տարվա ընթացքում 240-250 հոգի աշխատող ունի։ Տեքստիլը անսահմանափակ պահանջարկ ունի, քանի որ Ռումինիան, Բուլղարիայի աշխատավարձային ֆոնդը բարձրացել է։ Կնենք, բայց 1300 անգամ 12-ը 18,000 չի։ Չէ, ես դա անգամ 5-ով եմ արել 5 տարվա ընթացքում։ Հա, բայց բանով որ նայեք ինչքան էր, իմ ասած 15-16-ներ։ Լավ, կներ։ Դուք էլ խճճվեցիք։
Մենք ոչ հաստատ։ Արձանագրենք podcast-ի ֆորմատը չի գալիս Կարապետյանների վրա։ Անպայման մի բան թարս են ասում, դառնալով հանրային զավեշտի կամ գնահարման առարկա։ Իդեպ Facebook-ը երեկվանից զբաղված է հենց այդ գործով Նարեկ Կարապետյանի արագ հաշվելու մաթեմատիկական փայլուն կարողությունների վրա ղժալով ներողություն ենք խնդրում ժարգոնային բառ գործածելու համար։ Իդեպ Նարեկ Կարապետյանի հայրական պապը եղել է մաթեմատիկայի ուսուցիչ, սակայն ինչպես երևում է, թոռնիկ Նարեկը պապիկի ուժեղ դպրոցը չի անցել, բայց դա չի խանգարում, որ ուժեղների ցուցակը գլխավորի, ընտրողների ականջներին էլ իր ձևով լապշա կախի պոպուլիստական խոստումներ շռայլելով։ Կարապետյանների մաթեմատիկական ուժեղ կարողություններին հանրությունն ականատես եղավ նաև օրերս, երբ հրապարակվեցին նրանց պատվերով իրականացված սոցիոլոգիական ինչ-որ հարցման տվյալներ։ Պարզվեց, եթե հարցվածները վարչապետ ընտրեին, հուշում Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների միջոցով վարչապետ չեն ընտրում։ Եթե ընտրողները վարչապետի ընտրություն կատարեին, ապա երկու թեկնածուների Սամվել Կարապետյանի ու Նիկոլ Փաշինյանի միջև հարցվածների 35%-ը կքվեարկեր Սամվել Կարապետյանի, 34%-ը Նիկոլ Փաշինյանի օգտին։ Ըստ նույն հարցման տվյալների 19%-ն էլ ոչ մեկի կողմ չէր քվեարկի, 13%-ն էլ պատասխանել է չգիտեմ։ Թվաբանական գործողություն կատարելիս 34 գումարած 35 գումարած 19 գումարած 13 ստացվում է 101 100-ի փոխարեն։ Փաստորեն ստացված տոկոսները դուրս էին բերվել ոչ թե 100%-անոց սանդղակից, այլ 101։ Մենք ճիշտ ասած այս թվին առնչվելուց հետո օգնության էինք կանչել մաթեմատիկայի հայր Արքիմեդի եւ սոցիոլոգիայի հայր Կոնտի հոգիներին։ Եվ մինչ նրանք կարձագանքեին, հարցում էինք ուղարկել ուժեղ Հայաստանի խոսնակին։ Նշված պատասխանը 101%։ Ստացվում է, քանի որ յուրաքանչյուր թվում կլորացվել է կոտորակային մասը, արձագանքել էր խոսնակը։ Միաժամանակ ինտրիգ բորբոքելով։ Մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը անհանգստանում է վարչապետի պաշտոնը կորցնելու համար։ Մարտի սկզբին կատարված հարցումների արդյունքները ուժեղ Հայաստան կուսակցության համար ավելի են բարելավել։ Այդ հարցման արդյունքները կներկայացնենք հնարավորինս շուտ, ասելիքը եզրափակել էր խոսնակը։ Անկեղծ ասած, Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները պետք է որ ստիպեին ուժեղ ձևովներին այլ բան հասկանալ, քան հասկացել են։ Մենք հարգում ենք նրանց հասկանալու ազատությունը, բայց եթե դժվարություններ ունեն հասկանալու հետ կապված, ապա կարող են դիմել իրենց օր ու մեջ աջակցող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա, հիշեցնենք, այն գործիչն է, որը կարողացել է դեռևս 2015 թվականին բուրժուա դեմոկրատական չստացված հեղափոխության օրերին հասկանալ եւ հասկացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։ Ձևովներին վստահ ենք ավելի շուտ եւ ավելի արագ կհասկացնի։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար